Սուրբ Այսիոս Աթոսացի հոգևոր պայքար սեփական երևակայության հիվանդները Ամենամեծ հիվանդությունն այն է, որ մարդը հավատում է իր խորհուրդներին, թե հիվանդ է։ Այդ միտքը նրա մեջ խռովք է առաջացնում։ Այնպես է անում, որ տխրի, ուտելու ախորժակ չունենա, չկարողանա քնել, դեղեր խմի և ի վերջո հիվանդանա, չնայած որ լավ էր։ Մարդը եթե հիվանդ լինի և բժշկվի, հասկանում է, սակայն լինի առողջ և կարծի, թե հիվանդ է, իսկապես կհիվանդանա առանց որևէ պատճառի։ Դա չեմ կարողանում հասկանալ։ Օրինակ, մի մարդ եթե ունի և մարմնավոր, և հոգևոր ուժ և չի կարողանում ոչինչ անել, ուրեմն հավատացել է իր մտքին, որն իրեն ասում է, թե իր վիճակը լավ չէ։ Այդ էլ պատճառ է դառնում, որ թե մարմնով, թե հոգով հյուծվի։ Այնպես չէ, թե սուտ է խոսում։ Եթե մարդը հավատա, թե որևէ հիվանդություն ունի, վճարի մեջ կընկնի, կկոտրվի և հետո որևէ գործ անելու ուժ չի ունենա։ Այդպես առանց պատճառի ոչ մի բանի կդառնա։ Ոմանք խոց են գալիս ամբողջապես կոտրված։ Իմ խորհուրդներն ինձ ասում են, որ ցիահ ունեմ, ասում են և հավատում։ Հարցնում եմ նրանց. այս կամ այն բանը կատարվում է քեզ հետ, ասում են ոչ։ Այդ դեպքում իզուր ես տխրում, գնա բժիշկը քեզ քննի, որպեսզի այդ միտքը հեռանա։ Իսկ եթե բժիշկը քննի և պարզվի, որ ունեմ, ասում են ոմանք, ինձ չեն լսում և տանջվում են։ Իսկ ովքեր լսում են, քննվում են և տեսնում, որ ոչինչ չունեն։ Պիտի տեսնեք, թե ինչպես է փոխվում նրանց դեմքը, ինչ ուժ է կրկին գալիս։ Ուրիշները տխրությունից պառկում են անգոհնում և նույնիսկ ուտել չեն ցանկանում։ Շատ լավ, ցիահ ունես, Աստծու համար դժվար խնդիր գոյություն չունի։ Եթե ավելի հոգևոր կյանքով ապրես, խոստովանվես, հաղորդություն կստանաս, Աստծուց օգնություն կստանաս։ Հայր, ինչու է մարդ սկսում մտածել, թե իբր հիվանդ է։ Կամաց-կամաց է զարգանում այդ միտքը։ Շատ դեպքերում այդպիսի կասկածների համար կարող է իսկապես որևէ փոքր և անլուրջ բան լինել, որը օգտագործելով մտքերը մարդուն ուրիշ ինչ-որ բան է ներշնչում և խնդիրն ավելի է ուռճացնում։ Երբ ես Ստոմյու վանքում էի, Կոնիցայում ընտանիք ունեցող մի մարդ կար, որ կարծում էր, թե տոկախտ է։ Նույնիսկ իր կնոջը մոտ չէր թողնում։ Ասում էր նրան՝ մի մոտեցիր, կվարակվես։ Կինը երկար փայլի ծայրին էր ամրացնում կերակուրով լի զամբյուղը և հեռվից նրան էր տալիս։ Խեղճն ամբողջովին հյուծվել էր։ Նրա խեղճ երեխաները հեռվից էին նրան նայում։ Իսկ իրականում ոչ մի տոկախտ էլ չկար։ Պարզապես նա արևի տակ դուրս չէր եկել, այլ անընդհատ փակված էր մնացել սենյակում, վերմակի մեջ փաթաթված, որի պատճառով էլ դեղնել էր և հավատում էր, թե տոկախտ է։ Վեր կացա և գնացի նրա տունը։ Հենց ինձ տեսավ, ասաց. «Հայր, ինձ մի մոտեցիր, որ դու էլ չվարակվես։ Բացի այդ էլ, վանքում շատ այցելուներ են գալիս քեզ մոտ, տոկախտ ունեն»։ Հարցնում եմ նրան. «Ո՞վ է քեզ ասել, թե տոկախտ ունես»։ Կինը քաղցր ընկույզ բերեց, որ ինձ հյուրասիրի։ Նրա ամուսնուն ասացի. «Բաց արա բերանդ և այժմ ինձ հնազանդվիր»։ Բացեց բերանը, չգիտեր, թե ինչ պետք է անեմ։ Ընկույզը դրեցի նրա բերանում և 2-3 անգամ բերանի մեջ պտտեցրի, հետո վերցրի ու կերա։ Բղավեց. «Մի արա, կվարակվես»։ Նրան ասում եմ. «Ինչպես կվարակվեմ։ Դու բոլորովին տոկախտ չես։ Եթե տոկախտ լինեիր, ինչ է, խելքս դրցրել եմ, որ այդպիսի բան անեմ։ Վեր կաց, դուրս գնանք»։ Կնոջն ասացի. «Շպրտիր բոլոր դեղերը, մի կողմ դիր վերմակները»։ Ամուսնուն վերցրեցի և դուրս ելանք։ 3 տարվա բանտարկությունից հետո նա զարմանքով էր նայում աշխարհին։ Հետո կամաց-կամաց սկսեց նաև աշխատանքի գնալ։ Ահա թե ինչ է մտքի խորհուրդը, երբ այն կատարելագործում ես։